Արցախում ոչ ոք չի թաքցնում, որ երկրում ընդդիմադիր մամուլ չկա։ Ընդդիմադիր լինելու կարիք չկա, երևի այդ իսկ պատճառով էլ չկան այդ հերթերը։ Երկրի նախագահ Բակո Սահակյանն այդ կարծիքին չէ, իր նախընտրական ծրագրում նա որպես համատեղ աշխատանքի արդյունք է ներկայացրել զանգվածային լրատվամիջոցների ազատությունը։ Մեր զրուցակիցները որևէ անկախ լրատվամիջոց չհիշեցին։ Հայկական երկրորդ հանրապետությունում որպես տեղական հեռուստաընկերություն գործում է միայն Հանրայինը, որը եթեր է հեռարձակվում 4 ժամ։ Այնուամենայնիվ արցախցիները հպարտանում են իրենց ժողովրդավարական նվաճումներով։ Ունենք օմբուդսմենի ինստիտուտ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, ունենք շատ ակտիվ հասարակական կազմակերպություններ։ Արցախում ընտրություններին մասնակցելու է նաև բանակը, Ղարաբաղցի եֆրեյտոր Էմին Օսիպյանը դեռևս չգիտի, թե ովքեր են նախագահի թեկնածուները։ Դիրքերից իջնելուց հետո նա ամեն օր նայում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումը ոչ քաղաքական անցուդարձին տեղեկանալու համար, այլ ստանալու կարևորագույնը։ Էմին Օսիպյանը կարիք չունի տեղեկանալու, թե ովքեր են թեկնածուները, Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը գիտի, թե ով է ընտրվելու Արցախի նախագահ։ Բակո Սահակյանը ընտրվելու։ Ստեփանակերտում նախընտրական պաստառների պակաս չկա, ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը եւ գործող նախագահ Բակո Սահակյանը գյուղերում շարունակում են իրենց նախընտրական հանդիպումները, ի դեպ թեկնածուները 3-ն են։ Մայր Արշակյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։